Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած ցեղասպան պատերազմի 1221-րդ օրն է, բայց անալիտիկա ալիքում եթերը կսկսեմ այլ թեմայից, ինչպես հաղորդում են ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները, Եկատերինբուրգում ուժային կառույցները հատուկ գործողություն են իրականացրել ադրբեջանցիների բնակության վայրերում, որի արդյունքում կան զոհվածներ եւ վիրավորներ։ Հատուկ գործողությունը իրականացվել է ուրբաթ օրը, լրատվամիջոցների տվյալներով ձերբակալվել են ավելի քան 50 մարդ, հիմնականում զոհվածների ազգականներ։ Ադրբեջանական ապագործակալությունը հայտնում է երկու զոհվածների մասին, եղբայրներ Զիադին եւ Հուսեյն Սաֆարովների մասին։ Լրագրողների փոխանցմամբ Զիադինը Ռուսաստանի քաղաքացի էր, իսկ Հուսեյնը Ադրբեջանի, սակայն Մոդեռնազ պարբերականը գրում է, որ զոհերի թիվը կարող է հասնել 5-ի։ Իրենց հերթին ռուսական պետական լրատվամիջոցները հղում անելով զոհվածների ծանոթներին գրում են, որ ձերբակալվածներից մի քանիսը վատ են զգացել իրենց, եղբայրներից մեկի մոտ սրտի խնդիր է եղել, նրան փորձել են փրկել, սակայն ապարդյուն։ Երկրորդ եղբայրը ենթադրվում է, որ մահացել է նմանատիպ հանգամանքներում, զոհվելու ճշգրիտ պատճառները դեռ անհայտ են, սպասվում են դիահերձման արդյունքները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական հայտարարության մեջ հայտնել է խորը մտահոգություն տեղի ունեցածի կապակցությամբ։ Նախարարությունը պահանջել է հետաքննություն անցկացնել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ավելի ուշ Ռուսաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլկովը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան հղել են խիստ բողոք երկու ադրբեջանցիների դաժան սպանության կապակցությամբ։ Ադրբեջանական կողմը հաղորդել է նաև մի քանի վիրավորների մասին, ինչպես նաև հայտնվել է, որ եւս 9 մարդ է ձերբակալվել։ Կան կարծիքներ, թե ադրբեջանցիների նկատմամբ հետապնդումները քաղաքական ենթատեքստ ունեն, բայց երևի թե պետք չէ շտապել նման եզրահանգումների, քանի որ գործ ունենք դեգրադացող պետության հետ, այստեղ ամեն ինչ հնարավոր է քաղաքականությունից մինչև մաֆիոզ հաշվեհարդարներ եւ ոչ միայն ադրբեջանցիների հանդեպ։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ինչքան Ռուսաստանում իրավիճակը վատանա, ինչքան պետությունը քանդվի, այնքան ազգային փոքրամասնությունները լինելու են տանգության մեջ, այնպես որ հետևենք իրադարձություններին, ինձ թվում է հետաքրքիր ամառ է սպասում ոչ միայն ռազմաճակատում, այլ նաեւ Ռուսաստանի ներսում։ Եվս մեկ առիթ կա հերթական այս թողարկման համար, ինչպես արդեն ասել էի այսօր Հակոբյան լայվ ալիքում, Պուտինյան բանակի համար գոյություն չունի ոչ ամառ, ոչ հանգիստ, ոչ էլ տոն, նրանք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ավելի շատ ուկրաինացիներ սպանեն։ Չնայած իրենց համար իրավիճակի կտրուկ վատթարացմանը, ռուսական զորքերը շարունակում են վերջին ուժերով լավ պատկերի իմիտացիա ստեղծել Պուտինի համար։ Իդեպ վերջին ուժերով գործում են ոչ միայն զինվորականները, այլ նաև ռուս տնտեսագետները։ Ռուսաստանում բացահայտվել է տնտեսության հերթական ճեղքվածքը աշխատավարձի պարտքերի մասով, որոնք հասել են 21 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակի, բայց տնտեսական թեմային կանդրադառնանք այլ թողարկման մեջ։ Այս եթերի պատրաստման պատճառը ոչ միայն ադրբեջանցիներն էին, այլ նաև Ուկրաինայի Դնեպր քաղաքը հրետակոծելու Պուտինի բանակի հերթական փորձը, եւ ունենք տեղեկատվություն ուկրաինական ուժերի գործողություններից։ Սկսեմ Պուտինի հարվածից։ Պարզվում է գիշերային քնած Օդեսայի ռմբակոծումը չի բավարարել Կրեմլի տիրակալին եւ նոր հարվածի փորձ է արվել Դնեպր քաղաքի ուղղությամբ, եւ քանի որ հարվածը սովորական չէր, որոշեցի անդրադառնալ դրան։ Ուկրաինական ՀՕՊ-ը նախնական տվյալներով խփել է Ռուսաստանի ռազմարտունաբերական համալիրի նոր արտադրանք Գրոմ-1 նորագույն ռումբ հրթիռը։ Զինվորականների տվյալներով թիրախը թռել է ավելի քան 100 կիլոմետր եւ խոցվել է ՀՕՊ-ի կողմից Դնեպր քաղաքի մատույցներում։ Գրոմ-1-ը սահող ռումբի եւ Խ-38 ռուսական հրթիռի հիբրիդ է, այն ունի թևեր, որոնք բացվում են օդում, ապահովելով հեռահարություն եւ ճշգրտություն։ Նետումից հետո գործարկվում է մեկնարկային հրթիռային շարժիչը, որոշ ժամանակ անց թևավոր հրթիռային շարժիչը։ Մարտագլխիկի քաշը ավելի քան 300 կիլոգրամ է։ Իր հերթին ռուսական ՀՕՊ-ը չի կարողացել չեզոքացնել ուկրաինական ՍԲՈ-ի դրոնների հարձակումը Ղրիմում, հաջող խոցումներ ունենք։ Հասանելի տվյալները վկայում են բազմաֆունկցիոնալ եւ հարձակողական ռուսական ինքնաթիռների Mi-8, Mi-26 եւ Mi-28-ի ոչնչացման մասին, ինչպես նաեւ Պանցիր S1 համակարգի ոչնչացման մասին։ Գիշերը թշնամու օդանավակայանում տեղի է ունեցել նաեւ երկրորդային պայթյուններ, վտարիչներ դետոնացիա։ Այս մասին հայտնում է ՍԲՈ-ի մամուլի ծառայությունը։ Եթե հաշվի առնենք, որ 3 էլ Ղրիմի S400-ներն էին խոցվել ռուսական, սա նշանակում է ռուսները Ղրիմում Իրանի օրն են ընկել, այսինքն չեն վերահսկում երկինքը։ Արդյոք արագ կգտնեն նոր միջոցներ Ղրիմի օդը փակելու համար, ցույց կտա մոտակա օրերը, բայց քանի հնարավորություն կա, կարծում եմ, որ այլ խոցումներ էլ կլինեն Ղրիմում, բայց Ռուսաստանին հարվածում են ոչ միայն ՍԲՈ-ի դրոնները, այլև Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության դրոնները եւ իրավիճակ են փոխում։ Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինան մի քանի օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակվել է Բրյանսկի վրա,
վրա։ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության դրոնները հարվածել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրթիռային եւ հրետանային գլխավոր վարչության 120-րդ զինանոցի պահեստներին։ Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը շարունակում է Ռուսաստանի ապառազմականացման գործողությունը եւ այսօր բարի դրոնները հարվածել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրթիռային եւ հրետանային գլխավոր վարչության 120-րդ զինանոցի օբյեկտներին։ Հարձակման հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է, ասվում է գերատեսչության ռելիզի մեջ, իսկ այս ֆոնին Ռուսաստանը հուսահատությունից դրդված վերադարձնում է հին տանկերը ծառայության, քանի որ նոր տանկերի կորուստները աննախադեպ են։ Ռուսաստանը կրկին ստիպված է Ուկրաինայի ռազմաճակատ մատակարարել վաղուց զինանոցից դուրս հանած տանկերը։ Ուկրաինական հետախուզությունը հաղորդում է, որ ռուսական բանակը զանգվածաբար վերադարձնում է հնացած T-62 տանկերը անցյալ դարի 60-ական թվականների թողարկված սարքավորումներով։ Զրահատեխնիկայի սուր պակասի պայմաններում Ռուսաստանը պատրաստ է օգտագործել նույնիսկ նման ռեսուրս։ Վերջերս ֆիքսվել է նոր խմբականակ, որը ռուսները բերել են ռազմաճակատ։ Միևնույն ժամանակ T-62-ները օգտագործվում են ոչ միայն որպես լիարժեք մարտական ստորաբաժանումներ, այլ որպես ստացիոնար կրակակետեր օկուպացված տարածքներում պաշտպանական դիրքերը ամրապնդելու համար։ Փաստորեն հին տանկերը վերածվում են ստացիոնար ամրությունների եւ հրետանային զինատեսակների։ Սա նույնպես վկայում է ռուսական փլվող բանակի մասին, բայց դե եթե իրենց հարցնես, իրենք ամեն օր հաղթում են, տարածքներ են գրավում, մի գյուղը 5 անգամ կգրավեն եւ 6 անգամ դրա մասին կհաղորդեն։ Ինչեւ է, սա թողնենք ռուսներին, մենք մեր խնդիրներն ունենք լուծելու։ Չի ուզենա շատ երկարացնել եթերը, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումները, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, անպայման շատ եմ խնդրում բաժանորդագրվեք երկու ալիքներին էլ եւ կհանդիպենք նոր եթերում։ Հաջողություն եմ ձեզ մաղթում։